Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի ներկաներ, արդեն երկրորդ օրն է, ինչ մենք քննարկում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը եւ ելույթս ցանկանում եմ սկսել հետեւյալ շեշտադրմամբ, առայն որ կառավարության ջանքերը եւ ներկայացված նաեւ հսկայածավալ աշխատանքները ի վերջո միտված են նրան, որ Հայաստանի Հանրապետությունը քաղաքացու համար լինի առավել ապահով, լինի առավել հարմարավետ, լինի առավել արժանապատիվ, թե ապրելու, թե ճամփորդելու, թե ստեղծագործելու եւ թե նաեւ աշխատելու համար։ Եվ մեր ջանքերը միտված են հենց այսպիսի պետություն ձևավորելուն եւ զարգացնելուն։ Սա է մեր միասնական նպատակադրումը եւ նաեւ աշխատանքների վեկտորը, որն այս պահի ունենք։ Ներկայացնելով կառավարության ծրագրի կատարման ընթացքը ներքին գործերի նախարարության մանդատին առնչվող փոփոխությունների մասով, նախ պիտի նշեմ, որ տարվա կտրվածքով մենք շարունակել եւ ավարտին ենք հասցրել ժողովրդավարական նոր ինստիտուտի գործադիր իշխանության մարմնի նոր մասի ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքները։ Ընդ որում քաղաքացիական վերահսկողության եւ նաեւ քաղաքական պատասխանատվության ներքո է ձևավորվել այս կարևորագույն ինստիտուտը եւ պատահական չէ, որ փորձագիտական գնահատականները սա համարում են այս ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամեծ նվաճումը։ Պատահական չէ նաեւ հարգելի գործընկերներ, որ հայաստանյան օրինակը նաեւ ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակներում մեր միջազգային գործընկերները ներկայացնում են արդեն իսկ որպես օրինակելի փորձ։ Կարևոր եմ համարում այն, որ թե նախարարության ստեղծման նախադրյալները եւ թե նաեւ ձևավորման ամբողջ ընթացքը կազմակերպվել է այնպես, որ այս կառույցը լինի հայաստանյան անվտանգային լանդշաֆտում ոչ թե պարզապես նոր խաղացող, այլ իրապես կոնցեպտուալ առումով նոր կառույց, որը ունի անհրաժեշտ եւ բավարար լիազորությունները եւ նաեւ մանդատը ապահովելու համար ել ավելի բարձր որակի հանրային ծառայությունների մատուցում մեր հանրությանը եւ հետեւապես նաեւ ոստիկանության նկատմամբ իրականացնելու քաղաքացիական վերահսկողություն։ Ինստիտուցիոնալ առումով անդրադառնալով առաջին բաղադրիչին նախարարության մանդատի շրջանակներում կցանկանայի անդրադառնալ հանրային անվտանգությանը։ Հանրային անվտանգության անդրադարձս կցանկանայի սկսել նախ շնորհավորական խոսքով, ուզում եմ շնորհավորել ես եւս ոստիկանության համակարգի մեր բոլոր ծառայողներին, մասնագիտական տոնի առթիվ, մասնագիտական տոնի գոյությունն ինքնին փաստում է, թե որքան կարևոր է այս մասնագիտությունը թե Հայաստանի Հանրապետության համար եւ թե նաեւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել ոստիկանական շարքերում կանգնած յուրաքանչյուր ծառայողի իր ամենօրյա սրտացավ եւ անձնվեր ծառայության համար։ Ուզում եմ հարգելի գործընկերներ նաև շեշտադրել, որ խորհրդանշական այսօրը ժամեր առաջ նաև վարչապետի գլխավորությամբ բացել ենք պաշտոնապես Պարեկային ծառայության եւ օպերատիվ կառավարման կենտրոնի նոր մասնաշենքը, որը ոչ թե պարզապես հերթական շենք է իր բովանդակությամբ, որը բացել ենք, այլ մի մեծ բովանդակություն, որը որ մեզ պիտի թույլ տա այս աշխատանքն իրականացնել նոր պայմաններում, նոր որակով եւ նաև նոր ստանդարտով։ Ինստիտուցիոնալ առումով անդրադառնալով ոստիկանության ոլորտի բարեփոխումներին պիտի փաստեմ, որ 2024 թվականի կտրվածքով արդեն իսկ 3 հենասյունային ուղղությունները գործարկված են։ Իլրումն Պարեկային ծառայության գործարկվել է նաև քրեական ոստիկանությունը եւ համայնքային ոստիկանությունը, ընդ որում ֆունկցիոնալ ճիշտ տարաբաշխմամբ, որովհետև քրեական ոստիկանության դեպքում մենք նախանշել ենք ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օպերատիվ աշխատանքի հիմնական ֆունկցիոնալը, իսկ համայնքային ոստիկանության դեպքում շեշտը դրված է համայնքին առավել մոտ կանգնելու գործառույթի վրա, համայնքի հետ ամենօրյա աշխատանքի վրա, հետեւապես թե անչափահասների հանցավորության դեմ պայքարի հարցերն են մեր թիրախում եւ թե նաեւ ընտանեկան բռնության դեմ պայքարը։ Հարգելի գործընկերներ, անդրադառնալով Պարեկային ծառայության աշխատանքին ես պիտի փաստեմ, որ այն այլևս Հայաստանի Հանրապետությունում արտաքին ծառայության նոր եւ ժամանակակից մոդել է իրենից ներկայացնում եւ գոյության արդեն իսկ մի քանի տարիների ընթացքում ապացուցել է իր արդյունավետությունը եւ ունենք բավական տպավորիչ արդյունքներ, պիտի փաստեմ, որ թե միջազգային հարցումները, թե վիճակագրական ցուցիչների արդյունքները թույլ են տալիս մեզ նշելու, որ Հայաստանի Հանրապետությունում համեմատած նախորդ նույնիսկ տասնամյակների այսպիսի համայնքամետ ծառայություն երբեք չի գործել Հայաստանի Հանրապետությունում։
Եվ մեր արժև դրված նպատակադրումները, որոնք եղել են այս ծառայության գործարկման հիմքում, ամբողջովին կարելի է իրացված համարել։ Ընդ որում ես ցանկանում եմ նշել, որ 2021 թվականից մինչև 2024 թվականների ընթացքում Երևանում կաշառքի փորձ կատարելու 67 դեպք է գրանցվել, որոնք արձանագրվել են հենց պարեկների կողմից։ Իսկ մարզերում 29 դեպք։ Բնականաբար այս բոլոր դեպքերում պարեկային ծառայողները բերման են ենթարկել այն իրավախախտին, որը համարձակություն է ունեցել պարեկային ծառայողին առաջարկելու կաշառք։ Այս 3 հենասյունային ուղղություններով ընթացիկ տարում մենք կշարունակենք կատարելագործել մեր կարողություններն ու գիտելիքները եւ բնականաբար կապահովենք հետագա զարգացում։ Վերջին 4-րդ հենասյունային ուղղությունը ոստիկանության գվարդիան է։ Անցած տարի ազգային ժողովի հետ սերտ համագործակցության շրջանակներում արդեն իսկ ընդունված է օրենսդրությունը այս առումով։ Առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում կներդրվի ուժային միջոցների գործադրման ստանդարտ, ընդ որում գործընկերներ, երբ որ մենք խոսում ենք ոստիկանության համակարգի մասին, որտեղ տասնյակ հազարավոր աշխատակիցների մասին ենք խոսում, շատ դժվար է ստանդարտը իմպլեմենտացնել այնպես, որ միասնական կիրառություն ունենա, բայց մենք ունենք այդ հանձնառությունը, այս ստանդարտը ի վերջո ներդնելու Հայաստանի Հանրապետությունում եւ 2025 թվականի կտրվածքով ամբողջ ջանքերն ուղղելու ենք հենց այս նպատակի իրականացմանը։